թեման ինքը նաև երկու բան կա, շահառուների, այսպես ասած, երկու բանակ կա, ճակերտավոր ասած, արտաքին աշխարհը կամ արտաքին շահառուները, որոնք որ հայ առաքելական եկեղեցին միշտ համարել են ազգային այն ինստիտուցիոնալ կառույցը, որը որ Հայաստանին պահել է ազգային դեմքով, այդ եւ ինքնութենական այդ հիմքերը ապահովել է 1700 տարի անցնցում եւ առանց որևէ բաների, բացերի։ Սա արտաքին, այսինքն շահառուների կա արտաքին շահառուներ, որոնք որ պարտադրում են այսօրվա իշխանություններին։ Արտաքին պատվեր, այսպես արտաքին պատվեր կամ օրակարգ։ Այո։ Այդքան էական չի։ Դրանք կարող է լինել թուրքական աշխարհը, կարող է լինել այլ շահառուներ, եկեք դրա մասին շատ չխոսենք։ Հիմա տեսեք, եթե կա արտաքին այդպիսի պատվեր կամ այդպիսի պահանջ եւ կա նախընտրական իրավիճակ, արտաքին պահանջը կատարելուն, երբ որ հարմարեցնում ես քո վերարտադրվելու հետ կապված քարոզարշավը եւ կառուցում ես եկեղեցու շուրջ, ըստ էության դու այսօր տնտեսական, քաղաքական, ներքին, սոցիալական որևէ օրակարգ չունես առաջարկելու հանրությանը, որովհետեւ հանրությունը այս վերջի 7 տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, 21 թվականի վերարտադրությունից հետո հատկապես եւ առանձնապես տեսել է, որ տարբեր ոլորտներում դու ունեցել ես ձախողումներ, թե տնտեսական, թե արտաքին հարաբերությունների, թե նաև դրանից առաջ պատերազմում պարտություն, բոլոր առումներով դու ունես ձախողում։ Հետևաբար, եթե դու ունես սուր վերարտադրման պահանջ, ու այդ պահանջը դու հասկանում ես, որ նաև դա ինքը կենսական պահանջ է, ամեն ինչ պետք է անես ծառայեցնես այդ նպատակին։ Հետևաբար, նախընտրական օրակարգը պետք է վերցնես թեմաներ, որոնք այսօր մասնատում են, տրոհում են հանրությունը եւ ընդհանրապես քաոսային մի այնպիսի իրավիճակ է ստեղծում, որի շրջանակներում եւ որի, այսպես ասած, ավերակների վրա դու վերարտադրվելու հնարավորություն ունես։